Այժմ արդեն մեր եթերում վերլուծությունների ժամանակն է, հարգելի հեռուստադիտողներ, եւ տաղավարում է Արմեն Չիբուխչյանը, բարև ձեզ Արմեն։ Բարև ձեզ։ Նախ եւ առաջ, գիտեք, այս թեման նաեւ ինձ, նաեւ մեր հեռուստաընկերությունում շատերին, բնականաբար նաեւ բարձվում է Արմենին շատ հետաքրքրել, այսինքն փաստը կարող է հետևանքներ ունենալ իմաստով, վերլուծաբանի մտածելակերպն է դրան դրդում եւ ուզում էր որ անպայման այդ մասին խոսենք, խոսքը Մինեապոլիսի 3 երեկոյան տեղի ունեցած դեպքի մասին է, երբ այս աշխատակիցը կրակեց ավտոմեքենայում գտնվող կնոջը։ Չնայած տեսանք, որ կինը չէր ուզում ենթարկվել եւ խոսելու փոխարեն փորձեց մեքենան տեղից շարժել, այսի կողմը հայտարարում է, որ ինքը ոստիկանի վրա էր գալիս, կադրերում այնքան էլ հասկանալի չի, սրա մասին ենք խոսելու։ Հիմա բացատրեմ, տեսեք, իրականում ինչ որ դուք ասեցիք, դա պաշտոնական դիրքորոշումն է, բայց կան հարևաններ, ականատեսներ եւ հարևաններից մեկը տեսանյութ է հրապարակել, ինքը իր հեռախոսով արած եւ բոլորովին այլ փաստեր են բացահայտվում։ Եվ նախ այս թեման ինչով է կարևոր։ Մեր հայրենակիցները, ովքեր այստեղ են, պետք է շատ զգուշ լինեն։ Պետք է չափազանց զգուշ լինեն, չդիմադրեն, ենթադրենք, եթե այս աշխատողը գալիս է, ես հասկանում եմ, որ այս պարագայում իրենց բռնելու են եւ դեպորտացիայի ենթարկեն, բայց հակառակ դեպքում կարող է կյանք արժենալ, որտեղ պետք է յուրաքանչյուր, իսկ մենք գիտենք, որ բազմաթիվ, ասում եմ, undocummented առանց փաստաթուղթ հայեր կան այստեղ, ասենք կամ ժամանակավոր ինչ որ բաներով, որոնց կարող են բռնել ու տանել։ Դե համար հարգելի հայրենակիցներ, այս պարագայում իմացեք, որ իրենք աղաչուզախ կրակում են, շատ վտանգավոր է։ Բան կարող եմ ասել ներողություն։ Ուղղակի մենք բոլորս էլ գիտենք, որ երբ որ մեքենա է սկսելու վարել, անպայման այդ հարցին անդրադառնում են, որ եթե ոստիկանը մոտենում է քեզ, պատուհանը բացելուց բացի ոչինչ չես կարող անել, ձեռքերդ նույնիսկ ուղղակի ղեկին։ Այո, ճիշտ է։ Սխալ չկա այդ կնոջ կողմից։ Չէ։ Հիմա բացատրեմ ինչու։ Տեսեք, պաշտոնական տեսակետը, որ նա տերորիստ է, տերորիստական ակտ է կատարել, խոչընդոտել է աշխատանքը, քշել է IC աշխատողի վրա, ուրեմն սա Թրամփի եւ իր ադմինիստրացիայի մեկնաբանությունն է, եւ ասեմ, իր էմիգրացիոն պոլիտիկան արդեն գնալով այն մի բանը, որ ինքը հաղթաթուղթ ուներ, դա արդեն շուտվանից արդեն այսպես այդքան պոպուլյար չի, ինչքան առաջ, իսկ հիմա ընդհանրապես կարող է շատ լուրջ ազդեցություն ունենալ։ Հիմա ես ձեզ բացատրեմ ինչա իրականում տեղի ունեցել։ Նյուանսներ կան, որոնք բան չի, եւ անգամ Մինեապոլիսի ուրեմն քաղաքապետը ասեց, որ սա սպանություն է եւ շատ արդեն մարդիկ են դուրս գալի փողոց, Նյու Յորքում են մոմավառություն կազմակերպել տարբեր քաղաքներում, այսպես շնորհեք։ Հիմա տեսեք նյուանսը ինչու՞մ է։ Երբ որ մեքենան ոչ մեկ չգիտի ինչա տեղի ունեցել, վկաները պատմում են հարևանները, ուրեմն իրականում իրենք կանգնացրել են փորձել են այլ մարդու բռնել։ Այդտեղ եթե տեսնեք երկու մեքենա է կանգնած, հա։ Ուրեմն այս կինը Նիկոլ Ռենե Գուդը, ինքը իրականում երիտասարդ կին է, 3 երեխայի մայր, ինքը ակտիվիստ է եղել, որովհետև իրենք օրինակ տեսակ շատ մարդիկ դուրս են եկել, ասում մենք սիրում ենք մեր իմիգրանտ, ասենք, հարևաններին, եւ այսպես շարունակ։ Ինքը խաղաղ կին է եղել է մրցանակ իդեպ պոետ է, պոետ եւ այո, գիտարիստ, հոբին եղել է գիտարը եւ ինքը գիտեք չէ՞ մրցանակակիր է նաեւ այդ ոլորտում, պոեզիայի ոլորտում եւ եղել է ակտիվիստ, որը փորձել է պաշտպանել, այստեղ գիտեք ինչ ասում, վատ համընկնում է տեղի ունեցել։ Հիմա ասեմ ինչ եղել, փորձել է պաշտպանել իր հարևաններին, ծանոթներին, ընկերներին, որոնք փաստաթղթավորված չեն, փորձել է ISIS պաշտպանել։ Իդեպ ասեմ, եթե տեսնում եք այս այլ տեղերում շատ ավելի ակտիվ է գործում, դեռևս Կալիֆոռնիայում մենք տեսնում ենք, այդուամենայնիվ Կալիֆոռնիայի նահանգը մի քիչ սպეციფիկա է եւ տեսնում ենք, որ այստեղ են գործում, բայց ոչ այդ տիպի ակտիվությամբ, ինչպես օրինակ մենք տեսնում ենք այլ նահանգներում, հա։ Հիմա նյուանսը եկեք հասկանանք, տեսեք, նախ ինչ է պատմում հարևանուհին։ Ասում է ես իրեն լավ ճանաչում եմ, չափազանց խաղաղասեր կին։ Երբ որ ասում նա դուրս է եկել այդ drive-way կոչվածից, այսինքն IC աշխատողները, քանի որ այլ մեքենայի են հետապնդի, ասել են արագ անցի, այսինքն ձեռքով ասել են անցի։ Հետո այս կինը հասկացել է ինչա տեղի ունենում, դե տեսել է որ IC աշխատակիցներ են, հավանաբար ոչ մեկ չգիտի, բայց հավանաբար փորձել է օգտակար լինել այն բանին եւ կանգնել ինչ որ բան է երևում է ասել, բայց այդ ընթացքում իրեն արդեն ասել են move, ասել են անցի, ձեռքով էլ ցույց են տվել, մինչեւ այդ որ մենք այդ կադրերը մեզ ցույց չեն տվել, հա։ Եվ այն ժամանակ ինքը մի պահ կանգնել է, որպիսի ասի, որ պաշտպանի իր հարևանին, ասի ինչ է կանում եւ իր բողոքը երևի արտահայտի պատուհանից այն կողմ, հա։ Այդ ժամանակ, երբ որ ինքը պատուհանից այն կողմ ամենայն հավանականությամբ գոռացել է կամ ինչ որ բան է ասել, IC աշխատողները երբ որ ասել են move, դրանից հետո մոտեցել են եւ միանգամից բռնել են մեքենայի դուռը, բայց շատերը մեկնաբանում են, ասում են իրավունք չունեն իրենք հասնելու մեքենայի դուռը բռնել առանց պատճառի։ Այդ դեպքում պետք է ձեռքերը դնի
ղեկին, պատոհանը իջեցնի, կոպիտ ասած, այսինքն գալ ու տենց ագրեսիվ փորձել բան, դու նաև չգիտես ով են, ինչ են, կարող է այսի շոյերով հակած մարդիկ են, ոչ մեկ չգիտի ով են, հա, այդ պարագայում դու շփոթմունքի մեջ ես հայտնվում, որտեղ երբ որ գալիս են արդեն փորձում են, դա օրենքով չի, երբ որ գալիս են շատերը մեկնաբանում ասում են չի կարելի միանգամից բռնել եւ ուրեմն մեքենայի դուռը փորձել այդպես բացել, եթե օրինակ չգիտեմ, ինչ որ ապացուցած վտանգ չի, որ զենքով է եղել կամ բան եւ այսպես շնորհք, հա, այդ դեպքում ընդհանրապես չեն բացում կրակում։ Սովորաբար պետք է պատոհանը իջացնել, ձեռները դնել ղեկին, դուրս գար մեքենայից, կանոնակ կարգա։ Այսինքն ստեղ էլ է տեղի ունեցել խախտում, որպես այդպեսին։ Երրորդը, երբ որ ասում են, որ քշել է, տեսեք, մարդը, այսպես ստեղ ասում են confused, չէ, այսինքն ինքը շփոթվածության մեջ է եղել։ Սկզբից իրեն ասել են գնա, ինքը մի պահ կանգնել ինչ որ բան է ասել, եւ ամենայն հավանականությամբ ինքը երբ որ եկել են դուռը բացելու, մարդը ուղղակի բողոք արտահայտել է, բայց միջև այդ իրեն ասել են գնա, ինքը փորձել է շարունակել, քշել շարունակել, այսինքն, եւ այլն, կամ շփոթմունքի մեջ հայտնված, այսպես փորձել է քշել գնալ, հա, եւ այսպես շարունակ։ Եվ դիմացը կանգնած այսի աշխատողը ուղղակի գնդակահարում է դիմացից։ Սա էլ հարաբերական է, երբ որ ասում են փորձել է քշել, ապացուցված է, որ չի կպել այսի, անգամ մեքենան չի հպվել այսի աշխատողին, իբր թե ասում են փորձել է տակը գցել, հեռավորությունն ու բանը մասնագետները ասում են այնպես էր, որ ինքը թեքել էր արդեն մեքենան եւ ինքը չէր կպել, տեսակ ինքը թեքվեց գնաց եւ չէր կպել։ Այսինքն այսի աշխատողը ուղղակի այդ պահին որոշել է, որ պետք է ուղղակի գնդակահարի այդ կնոջը։ Դրա համար տեսեք, այստեղ շատ վիճելի հարց է։ Ո՞վ է ուզում մարդասպան դառնա, այն էլ ասում։ Դե գիտեք ինչ, իրենց սովորացրել են, իրենց ասում են, իրենց զենք հա տված, իրենք իրենք ունեն կրակելու եւ ամեն մարդ տարբեր մտածելակերպ ունի։ Մենք չենք կարող մտնել ամեն մարդու ուղեղ, հա, մեկը սիրում է կրակել, մեկը սիրում է օրենք խաղալ, մեկը սիրում է, այսպես ասում են, չարաշահել, մեկը սիրում է, չգիտեմ եւ այլն։ Այո, մարդու պարագային հասկանալի։ Դե չենք կարող ասել, հիմա կարող է պատահի այդ պահին ինքը այդպես է գնահատել ու այդպես է վերցրել ու կրակել, բայց ելի եմ ասում, մեջը կին է նստած, այդ կինը հստակ ուրեմն ինչ որ լոզունգ է ասել, ինչ որ մի բան երևի պատոհանի միջից, հա, մի պահ կանգնելա, որ այսպես իր բողոք արտահայտի ու շարունակի։ Խնդիրը հետեւյալն է, որ մինչև այդ իրեն ասել են անցի, այսինքն իրեն չեն ուզեցել բռնել։ Երբ որ ինքը ինչ որ բան ասել, եկել են միանգամից ձեռքը գցել են մեքենայի բռնակներից։ Իսկ սա է իրավիճակը, զգուշ է պետք լինել, հարգելի հետևորդներ, եւ սա մեծ աղմուկ է առաջացրել։ Իհարկե միանշանակ այստեղ կինն էլ է մեղավոր, որովհետեւ տեսեք, այստեղ կանգնել ու ասենք այդ պահին քեզ ասում են անցի, հատուկ գործողության ժամանակ դու կանգնում ես, դու հասկանում ես, որ դու քո անվտանգություն ես, կնիկը գիտակցաբար, չգիտեմ, կամ անգիտակցաբար ինքը հասկացել է, որ ինքը վտանգում է իրան այդ պահին, որովհետեւ ինքը չպետք է կանգներ, երբ որ իրան ասում են անցի, ինքը պետք է անցներ։ Այսինքն մենք այստեղ պետք է հասկանանք, որ այնպես չի, ինքը փորձել է պաշտպանել, բայց ինքը սեփական կյանքը վտանգել է։ Համենայն դեպս սա մեծ աղմուկ է առաջացրել ամերիկյան հասարակության բողոքը, այստեղ մենակ դեմոկրատների չի, բազմաթիվ մարդիկ քաղաքներում դուրս են եկել մոմավառություն են կազմակերպել, որովհետև երեք երեխայի մայր, ասենք, խաղաղասեր, չգիտեմ, ակտիվիստ եւ այլն, այսպես շարունակ, նորմալ կենսագրություն ունեցող Ամերիկայի քաղաքացի դիտեմ։ Գիտեք, ինձ էլ մի քիչ առաջ երբ որ խոսում էինք հեռուստատեսությունում գործընկերներից հետ, ես էլ էի այդ ասում, ախր ինչու են անպայման մահը սպանելու չափ կրակում, չէ՞ որ հնարավոր է ասենք թևին կրակել կամ ոտքին կամ բացի դրանից հնարավոր է այլ զենք ունենալ, օրինակ, չգիտեմ, հնարավոր է, օրինակ տեսեք, համարները կա, կինը կա, չէ՞, այդ պահին թեքվում էր, չէ՞, ոստիկան տեսնում էր թեքվում էր, ինքը կարող հանգիստ անցնել, մի կողմ հետո բռնեին, թեկուզ ոստիկանի վրա երթ անելու կասկածանքով դատավարություն կազմակերպեին։ Թող կազմակերպեին, թող տուգանեին, թող չգիտեմ, 1 տարով նստածնեին, հա, ոչ մեկ դեմ չի։ Այդ ժամանակ կասեին դու քեզ ասել ենք շարժվի, դու իրավունք չունեիր շարժվելու։ Սա բանը, դրա համար զգուշ եղեք, այսպիսի բաներ կարող են լինել, նաև նույնը ոստիկանների հետ, այսինքն արդեն զգուշ են բոլորն էլ կարծում եմ, բայց սա ոչ ավելորդ անգամ արժե հիշեցնել, իսկ մենք հիշեցնենք, որ ժամանակն է գովազդի գնալու։ Քո տոնը սկսվում է այստեղ, Cosmo Palace, ընտանեկան բոլոր միջոցառումների իրական կենտրոն, վայր, որտեղ հայկական ջերմությունը միահյուսվում է եվրոպական շքեղությանն ու նրբագեղությանը, հայտնի եւ սիրված երգիչ-երգչուհիներ, լավագույն շոումեններ, որոնք ձեր երեկոն կդարձնեն իսկապես անմոռանալի, համեղ եւ տարբերվող խոհանոցի ներդաշնակություն, հարիր միայն բարձրակարգ ճաշակին, անզուգական սրահին կից Hookah Lounge Patio, լավագույն եւ ռոմանտիկ երեկոներ բաց երկնքի տակ, սա պարզապես ռեստորան չէ, սա Cosmo Palace-ն է։ Արմեն Չիբուխչյանն է մեր տաղավարում եւ այժմ վերլուծություններ արդեն քաղաքական թեմաներով, չնայած այսի այդ դեպքն էլ կարելի է քաղաքական որոշակիորեն նաեւ համարել, բայց արտաքին քաղաքականությանը վերաբերող Վենեսուելայի դեպքերին, նաեւ Իրանի առնչությունները սրան, ինչու ոչ նաեւ Մոսկվայի։ Այո, դες Նիկոլի դեպքը խամրել էր բոլոր իրադարձությունները Միացյալ Նահանգներում, երեք դուք գիտեք ամբողջ մամուլը Միացյալ Նահանգների
աղմուկ էր այստեղ հիմնականում կենտրոնացած էին անգամ այսպես Ռուբիոն խոսած Հեքսեթի հետ տարբեր բաներ տեղի ունեցան, բայց հիմնական կենտրոնացումը այս Նիկոլ Գուդի դեպքերի հետ կապված է։ Շեղեցիք հերոստատիտողներին ձեր Նիկոլ արտահայտությամբ, որովհետև Նիկոլը Գուդի մասին եմ խոսում, չէ։ Արժեր ասել։ Դիմանը, խնդրեմ ասել, հստակեցրեք, խնդիր չկա։ Նիկոլ Գուդի մասին է, Նիկոլ Ռենե Գուդի մասին է խոսքը։ Այո, իր մասին եմ խոսում, այսինքն Նիկոլ Ռենեի պատմությունը ստվերեց բոլոր իրադարձությունները, իրականում երեք հնչեցվեցին պայմանները շատ կարևոր։ Նախ Տրամպը ասաց, որ իբր թե Վենեսուելայի իշխանությունները ժամանակավոր սկսել են լավ համագործակցել Միացյալ Բայց կինն էլ ասեց, Վենեսուելայի ժամանակավոր նախագահն էլ ասեց օգտակար գործակցություն։ Հա, բայց իրականում նա ուզում է պահել իշխանությունը, նոր դիկտատուրա հաստատել, բայց Միացյալ Նահանգների ծրագիրը այլ է, պատմությունը դեռ նոր է սկսում, դրա համար Միացյալ Նահանգները կարանտին է չի հանը եւ ինչ է տեղի ունեցել, երեք Ռուբիոն հնչեցրեց իրական պահանջները եւ Եվ պարզ ասած հետեւյալը, որ պետքա լինի տրանզիտ իշխանության։ Բայց դրա համար ինչ է, ասեց, այսինքն տեսեք, իրականում ինչ է, Միացյալ Նահանգները վերցնում է Վենեսուելայի նավթը, որտեղ Վենեսուելայի ամբողջ տնտեսությունը կառուցված է այդ ստվերային նավթի վրա, ընդ որում որտեղ իրանք սանկցիաների տակ են։ Տնտեսությունն էլ չկա, այդ նավթը վաճառում են ուրիշներին, մի քանի հոգու գրպաններ գնում։ Պահում են իրենց Կուբային եւ այդ ռեժիմները եւ կոռումպացված են, այո։ Եվ ինչ ասեց, տեսեք, հետաքրքրական, չգիտեմ դուք տվել եք այդ հատվածը թե չէ, որ պահանջում է ազատ արձակել բանտերից բոլոր Վենեսուելայի լիդերներին ընդդիմադիր, ովքեր բանտերում են, եւ գումարած ովքեր որ արտասահմանում են լիդերները Վենեսուելայի օպոզիցիայի, պետքա թողնել երկրի ներս, այսինքն տեսեք, վերցնում է նավթը Միացյալ Նահանգները, ասում են մենք կվաճառենք միջազգային գներով, դուք վաճառում եք զեղչով, մենք կվաճառենք միջազգային գներով եւ այդ փողը կբաշխենք արդար, մոտավորապես այսպես, հա։ Այսինքն, տեսեք, Վենեսուելան գործող իշխանությանն էլ համաներում ասում են։ Դե համաներման բնականաբար ես դա ի սկզբանե ասում, որ պայմանը երևի թե դա կլինի եւ դա նորմալ է, որտեղ պարզ է։ Այսինքն երկրորդ պայմանը բաց, այսինքն մենք վերցնում ենք նավթը։ Հետաբար տեսեք ինչ է ստացվում, Վենեսուելան առանց Միացյալ Նահանգների ոչ մի քայլ չի կարողանում անել։ Այսինքն տնտեսությունը լիովին կախվածության տակ է դնում, էմբարգոն պահպանվում այնքան, նավթի վրա տոտալ կոնտրոլ, մինչեւ չլինի, որքան հասկանում եմ, տրանզիտ իշխանության։ Այսինքն ինչ ընդ որում ասեց, այս իրադարձությունները մեկը մյուսի վրա կարող է այնպես չլինի, որ այսինքն իրար հետ տեղի ունենա խառը, էլի, այնպես չի որ այսինքն այնպես չի որ փուլերով պետք է իրականացվի։ Սրա մասին էր խոսքը։ Այսինքն նավթը տնտեսությունը անցնում է ԱՄՆ կառավարմանը, այնտեղ արդեն մարդիկ այդպես Թրամփը հրավերներ է հաղել որոշ Վենեսուելայի լիդերներին ուզում է հետները հանդիպի կամ Կոլումբիայի։ Այո։ Եվ հետեւյալն է, որ Կուբային են սրանով հարվածում եւ վերջին շրջանը պետք է լինի տրանզիտ, այսինքն դա կլինի ազատ ընտրությունների միջոցով, այսինքն Ռուբիոն պահանջեց, որ այս իշխանությունները պետք է գնան։ Հիմա պարզա որ այս իշխանությունները ես չգիտեմ որքանով հեշտ կգնան թե չեն գնա, բայց այս պատմությունը դեռ կշարունակվի վստահաբար, հատկապես որ մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը լացում է Վենեսուելայի կապակցությամբ խորը, ուրեմն այն կոնսպիրոլոգներն ու այն հատուկ ռուսական քարոզչական ներկայացուցիչները փորձեցին տանջվել ներկայացնել, որ սա Թրամփի եւ Պուտինի միջև պայմանավորություն, Պուտինը ոչ չի պարտվել, չէ։ Հետո արդեն երբ որ Սուզանավը եկավ, տեսակ խոսակցությունները, երբ որ ուղարկեցին, որ իրենց տանկերը փրկելու համար Սուզանավ, ուրեմն արտգործնախարարությունը դե առաջի օրը վայնասուն էր ռուսական ուղակի անհետ հայտարարություններ մեկը մյուսի հետևից, եւ որ ամերիկացին ընդհանրապես անտեսեցին եւ գիտեք ինչ է պարզվում, մեկ տանկեր չեն ռուսական ձերբակալել, երկու տանկեր են ռուսական ձերբակալել իրականում։ Սրա մասին է խոսքը։ Ուղղակի այդ Մարիներայի պատմությունը, քանի որ Սուզանավը էին ուղարկել դրա հետևից եւ այլն, ամերիկացիները ուղղակի անտեսեցին, հետո ռուսները տեսան ճար չկա, խնդրեցին գոնե հումանիստական վերաբերմունք ցուցաբերել, չխոչընդոտել դրանց վերցավերադարձին Ռուսաստան եւ այլն այսպես շարունակ։ Գիտեմ սա հետաքրքրական է, որտեղ սա նաև լավ փոխանակման ռեզերվ է ստեղծում Միացյալ Նահանգների համար, որտեղ ռուսները վերջին շրջանում սկսել են ձերբակալել Ամերիկայի քաղաքացիներին, սրանք կդառնան փոխանակման նյութ հետագայում եւ հետարքիր իրադարձություն տեղի ունեցավ։ Հետարքիր իրադարձություններ են տեղի ունենում նաև Իրանում եւ փաստորեն ստացվում է որ 3 քաղաք են գրավել։ Այո։ Աբդանան, եթե չեմ սխալվում, մեկը Աբդանան քաղաքն է, մեկը Մալիկ Շահի էր կոչվում, թե այդպես մի անուն էր, բարդ անուն էր, հա, եւ այսպես շարունակ եւ այո, եւ հետաքրքրականը որ արդեն հաստատված է, որ պատմության ընթացքում այսպիսի, այսինքն այս Խամենեի եւ այս այաթոլլաների ռեժիմի պատմության ընթացքում երբևիցե այս ուժգնության իրադարձություններ Իրանում տեղի չեն ունեցել։ Շահի որդու այո նայել է ինչ որ առումով մասնակցում հերավար
Այո, շահի որդին հետեւաբար ընդ որ մի հետաքրքիր բան, մի հետաքրքիր արձանագրում էլ որ տեղի են ունեցել, ուրեմն շահի որդին երբեք այսքան պոպուլար չի եղել Իրանում, երբեք։ Միշտ ինքը ունեցել է այն հատկապես այն նախորդ սերունդի մեջ մարդիկ ակտիվ չի եղել, ես որքան լսել եմ։ Չէ, եղել է, ինքը միշտ էլ ակտիվ է եղել։ Ինքը միշտ իր ուղերձները հղել է, ինքը միշտ ունեցել է իր էլեկտորատը, այնտեղ իր համակիրները, այսպես ասենք, ունեցել է, բայց հետաքրքրական մի բան, այդ համակիրները հիմնականում եղել են այն հին սերունդը, որոնք դեռ հիշողություն արդեն տարեց մարդիկ։ Այսինքն հոր շնորհիվ ցանկացած։ Այո, եւ ունիկալը նա է, ունիկալը նա է, որ հիմա չգիտես ոնց, չգիտես ինչ սա է, գուցե ամերիկացիները եւ այդ մեդիաները, որ աշխատում են, այսպես կարողացան շահի որդու այսպես վրա աշխատել, վերջերս Իսրայել էր գնացել իդեպ հետաքրքրական հանգամանք, եւ հիմա վերջին ուղերձը որ հղել է իդեպ այսօր վաղը Երևա ինֆորմացիա դեռ չունեմ ես այսօրվա հետ կապված, որտեղ 5 շաբթի ուրբաթ կոնկրետ տեղ կոնկրետ ժամեր ասել, որ պետք է հավաքվեն։ Այո, 5 շաբթին արդեն եղել է, բայց ցավոք սրտի սպայն տեղեկություն չունենք մոտարապես ուրբաթ օրն էլ པարզ կդառնա, ուրեմն վերջին ուղերձը, որ այդ ուղերձը որ հղել էր, վերջին անգամ որ տեսա 80 միլիոն դիտում էր հավաքել։ Դե պատկերացեք պարսկեր են հաղում 80 միլիոն դիտում եւ շատ հետաքրքիր իրավիճակ է արդեն աստիճանաբար այսպես հետաքրքիր Թրամփը ասում է եթե սկսեք կրակել ժողովրդի վրա մենք կմիջամտենք Խամենեին էլ ասում է որ ես համաձայն եմ տնտեսությունը ապրում բայց այդ բողոքողները պիտի պատժվեն Այո իդեպ ԱՄՆ-ն արդեն որոշակի պատրաստություն է տեսնում պետք է ընդհանրել Այսօր էլ մեր ծրագիրն այսքանով ավարտվեց, հարգելի հեռուստադիտողներ, ցտեսություն, հանդիպելու ենք վաղը, իսկ վաղը դուք կներկայանաք YouTube-յան լայվով, ցտեսություն։ Հաջողություն։ ARTN լուրերի հովանավորն է FIBI ընկերությունը։